շնորհակալ եմ, որ եկաք տաղավարես եթերին, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես 3 կալանավորվեց 2 ամսով գործարար բարերար Սամվել Կարապետյանը, բաց տեքստով Փաշինյանը իր Facebook-յան ստատուսներով արա դե միջամտի չուլանու պահկված է, Սարա ես իմ ձևով ձեր հարցը ձեզ չգիտեմ, ամաչում անգամ ես տերմինոլոգիան կիրառել, ռեպրեսիաներ, բռնապետություն, խնդրեմ այս մասով եւ արդյոք կարող է Սամվել Կարապետյանի ներկալանավորումը լինել տրիգեր այս գիտակցության հասունացում, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար ու անդրադառնանք հարցին, որը դուք բացացնում եք։ Տեսեք, Սամվել Կարապետյանը ընդհանրապես խոսեց եկեղեցուն պաշտպանելու մասին։ Եվ իր խոսքի մեջ բացարձակապես իշխանության զավթելու կոչ բացակայում է իսպառ։ Երբ որ ինքը ասում է, որ եթե քաղաքական գործիչները ընդդիմադիր չպաշտպանեն եկեղեցուն, մենք դա կանենք մեր ձևերով։ Խոսքը գնում էր եկեղեցու պաշտպանության մասին, ոչ թե իշխանության զավթման։ Հետևաբար մեղադրանքը ամբողջությամբ կեղծ է, բնականաբար, դրա մասին խոսելն էլ ավելնորդ է, եւ իրավաբաններն են դա ահազանգում, դրա մասին խոսում է այսօր ամբողջ Ռուսաստանի էլիտան, սկսած լրագրողներից, ավարտված արտգործնախարարության ներկայացուցիչներից, եւ սրա արձագանքի հետևանքը ունի մի քանի նպատակներ, այսինքն հենց այդ արձագանքների համար էլ Գերագույն Թշնամին կատարեց այս քայլը, որովհետև դե ինքը հենց ապուշը չէր, էլի, ասենք դե ինքը ընդհանրապես անտեսեր Կարապետյանի հայտարարությունը, ոչ մի բան չասեր, այդ հայտարարությունը ոչ էլ որևէ ազդեցություն էր ունենում, ոչ հասարակության վրա, ոչ եկեղեցու պաշտպանության հարցում, ոչ էլ որևէ հարցում։ Եթե ինքը ուղղակի դա անտեսում էր, բայց ինքը չանտեսեց, ու դա պատահական չի։ Ինչ է նշանակում Սամվել Կարապետյանին նման հայտարարության համար կալանավորել։ Բնականաբար համար մեկ հարցը դա ուշադրության շեղելն է։ Եվ այս ֆոնի վրա նրա ափալ-թափալ գնալ Էրդողանի հրավերքով հանդիպել Էրդողանին պատահական չի։ Ըստ երևույթին արդեն նախապատրաստված ինչ-որ մի հարց կա, որը պետքա ինչ-որ ձևով հանրությանը ներկայացվի։ Հիմա բնական է, չէ, որ այդ ընդվզումը, որը տեղի ունեցավ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանին, կարա շատ ավելի ծանր ու շատ ավելի խորքային լինի, եթե պարզվեց, որ Էրդողանի հետ պայմանավորվել են Սյունիքը ամբողջությամբ, ոչ թե միջանցքի գաղափարախոսությամբ, այլ ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին եւ այդ տարածքը օգտագործել որպես հենասյուն, հենակետ Իրանի վրա իսրայելական ուրեմն գործողություններն իրականացնելու համար։ Բնականաբար պիտի լինեին գործողություններ, որոնք հնարավորին չափ այդ ընդվզումը մեղմացնի կամ ընդհանրապես կասեցին։ Ինչա պետք դրա համար մարդկանց վախեցնել։ Փաստացի Գերագույն Թշնամին Սամվել Կարապետյանին եկեղեցուն պաշտպանելու համար արտահայտություն անելուց կալանավորում է հաստատելու, որ ինքը անցնում է բացարձակապես բռնապետական ֆաշիստական կառավարման եղանակին։ Երբ որ ձայնի խոսքի ազատությունը եւ մնացած ուրիշ բաները տոտալ ձևով խանգարվում են, խախտվում են եւ ոտնահարվում են։ Եվ այս ամեն ինչի այս ֆոնի վրա նաև պարզ ակնհայտ երևում է, որ սա եւս մեկ ուժեղ եւ այլանդակ անբարո ուրեմն ապտակ էր Ռուսաստանի Դաշնությանը։ Ինչին է հրահարում այսօր Գերագույն Թշնամին Ռուսաստանին, ես ճիշտ ասած դժվար է ասել, որ չեմ հասկանում, որովհետեւ Ռուսաստանը հիմա զբաղված է Ուկրաինայով, ճիշտ է, Ուկրաինայում ունի շատ լուրջ
ուրեմն առաջ խաղացումներ, հաջողություններ, Կիևը այսօր տոտալ պարտվողական վիճակում է եւ չի բարելավելու իր վիճակը, գնալով ավելի ավատանալու, սակայն Ռուսաստանին այլ խնդիրների մեջ չխառնվելու համար որոշակի չափով նաեւ դրա համար ուրեմն ստեղծվեց Իրано-իսրայելական հակամարտության պատմությունը։ Մի քիչ դրան ավելի ուշ կանդրադառնամ, բայց այսօր մենք հասկանում ենք մի բան, որ Սամվել Կարապետյանի կալանավորումով Փաշինյանը կոնկրետ ասում է, որ հանգարց մեկը տեղից կշարժվեք, լինելու է կոշտ առանց որևէ իրավական հիմքի, առանց բացատրությունների, ուրեմն հալածանքներ։ Եվ այս պահին փաստացի ցանկացած արտահայտություն, երբ որ դու ասես օրինակի համար, ես սիրում եմ մեր Հայաստանի սառնախպյուր ջուրը, հա, կհամարվի իշխանափոխության կոչ։ Եվ այդ պատրվակը մարդկանց կկալանավորեն։ Ոչ թե դու Հայաստանի ջուրն ես գովում, նշանակում է դու ես իշխանություններին դեմ ես։ Այս պրինցիպը հենց հիմա փաստացի նույն համաչափության մեջ է, ինչի համար կալանավորվել է Սամվել Կարապետյանը։ Ես բացարձակապես շեղվածություն կամ չափազանցություն չեմ անում։ Ինքը նույն դաշտի մեջ է իրավական բացատրության տեսանկյունից։ Եվ հետևաբար այս ամեն ինչի տակ նորից եմ կրկնում, առաջինը մարդկանց ուշադրությունը շեղել, որովհետև դրանից հետո ինքը վազելով գնում է Էրդողանի մոտ եւ ամենայն հավանականությամբ կացաներ մի որոշում Հայաստանի գոյաբանական եւ անվտանգային խնդիրների հետ կապված եւ դրա հետ կապված ընդվզումը կասեցնելու, մեղմացնելու կամ չեզոքացնելու նպատակով հարկավոր է ստեղծել նոր վախի մթնոլորտ եւ նաեւ սրա հրետորաբանությունը, երբ որ ինքը արդեն անցել է բոլոր, ուրեմն չգիտեմ, աշխարհում չկա տենց լիդեր, հասկանում եք, նման խուլիգան, փողոցային խուլիգան, երկրի ղեկավար, աշխարհում չի եղել երբեք, ոչ Հիտլերն է նման եղել, ոչ Մուսոլինին, ոչ Կադաֆին, ոչ Սադամ Հուսեյնը, ոչ այլ բռնապետը, ոչ մեկ իրանց բառապաշարի մեջ, ներքին, արտաքին, գրառումների մեջ, խուլիգան, այս աստիճանի խուլիգան, որ օգտագործում են ամենավերջի փողոցային բառապաշարը, չի եղել։ Մենք ինչպես դարձել ենք առաջի քրիստոնյա պետություն աշխարհում, այդպես էլ առաջինն ենք այս հարցում, որը կներեք, բայց շատ ամոթալի է եւ շատ մեզ համար պատվազուրկ հանգամանք է։ Երկրի ազգի նկատմամբ աշխարհում հարգանքը նվազել է գրեթե 0-ի մակարդակի։ Այսինքն այս մարդու իրական Հայաստանը հենց սա է։ Հայհոյել եւ հեռացնել հայերին իրանց ինքնությունից, փողոցային լեքսիկոն ամենտեղ եւ ամենուր եք, եթե սկսում են կառավարության մարմինները փողոցում չեն կարող խոսալ որ։ Ինչի որ ոստիկանը, եթե իր վարչապետն է այդ ձև լեքսիկոնով խոսում, խի ոստիկանը չի կարող քաղաքացու հետ տենց խոսալ։ Հենց դրա համար էլ տենց խոսում է։ Հենց դրա համար էլ քացուտակա գցում բնակցին։ Հենց դրա համար էլ թույլատրում է ամեն տեսակի բռնություններ։ Այս ամեն ինչը գալիս է այս մի պատմությունից։ Այս պատմությունը ամբողջությամբ սրա համար է։ Ինքը ասում է, որ այսուհետև ես ծայրահեղ եւ ծայրագույն բռնապետ եմ եւ միջև էդ էլ ոնց ուզում էի վարվում էի, հիմա էլ ավելի շատ եմ դա անելու։ Հիմա ես խոստացա նաև անդրադառնամ Իրано-իսրայելական հակամարտության։ Բայց դրան գալը ես ուզում եկեղեցու
գիտեմ, հա, այս խայտարակաշարը, որ ինքը շարունակում է, ուղղակի գրեհիկ են այդ բառերը, որպեսզի կրկնենք, ես չեմ կարող կրկնել, պարոն Չոբանյան։ Նայեք, ինքը ինչ է ասում, ընդհանրապես վերջերս, ասում է, ես հայ առաքելական եկեղեցու սպասավորն եմ։ Եվ ինձ համար շատ վիրավորական է, որ իմ սուրբ հայ առաքելական եկեղեցում սենց եւ այլն։ Այսինքն իրանց մոտ ամեն ինչ շատ չափազանց ուրեմն հավասարակշռված ձևի է արվում եւ նպատակային։ Եթե հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ հետևորդը սկսում է խուլիգանական բարբարով, հայհոյանքներով, գրեհիկ շաղկապումներով կապնել եկեղեցու, այսինքն ինքը ինչ է նշանակում, որ ինքը էդ ինչ եկեղեցու հետևորդ է, որ այսինքն ինքը փաստացի շերտավոր ձևով մտնում է բնակչի առավել եւս ոչ ուղիղ ունեցող բնակչի ուղիղի մեջ, ենթագիտակցության մեջ եւ անընդհատ շարում է այդ միտքը եկեղեցին պոռնիկա, ուրեմն սրբազան հայրերը այսպես են, վեհապարը այսպես է, այսպեսի sense եւ այլն եւ դա ասում է ես էլ շարունակեմ ձեր ասած ձևով իր գրեհիկ բառերը արտահայտելով ինքը փաստացի այսօր բերում է նրան, որ արված արտահայտությունների համար ոչ մեկ մի հատ իրան շատ լուրջ վնաս չի տալիս, որովհետեւ վտանգ իր համար չի առաջանում, ոչ փողոցում, ոչ իրավական դաշտում, ոչ ազգային ժողովում, ոչ ընդդիմադիր դաշտում, ոչ միտեղ։ Հետևաբար ժողովուրդը ասում է դե մենք ինչ կարանք անենք։ Եվ այսպիսով փաստացի կոտրում են ժողովրդի դիմադրության ողնաշարը։ Հիմնական նպատակը այսօր նաև դա է։ Բնականաբար շատ նենց արագ Սամվել Կարապետյանի կալանավորից հետո ինքը որ գնում էր Էրդողանի մոտ, ինքը պետքա սենց ժպիտով բարի հաճո ասեր Էրդողան ջան, տեսար չէ ինչ արի եկեղեցու հետ։ Այսինքն ինքը Էրդողանի մոտ գնում էր ցույց տալու, որ մի եւս առաջադրանք հնչեցված եւ իջեցված Ալիև Էրդողանի կողմից կատարված է կամ կատարվում է եւ կկատարվի։ Ընդհանրապես սա է նշանակում։ Ուրիշ ոչ մի բան։ Այսինքն ինքը գնում էր Էրդողանին հաշվետվություն տալու, որ եկեղեցուն վարքաբեկելու, հայհոյելու եւ ժողովրդին եկեղեցուց կտրելու գործընթացին ինքը շատ հետեւական ձևով գնում է եւ հասնում է արդյունքի, այսինքն ենթադրում է, որ կհասնի արդյունքի։ Ես շատ եմ ուզում հավատալ, որ այնուամենայնիվ մեր խելացի բնակչությունը անկախ ձեր մտածելուց, հակումներից, այս գերագույն թշնամուն աստվածացնելուց, նույնիսկ չեմ կարծում, որ դուք այդքան գիտակցություն չունեք, որ հասկանաք, որ այդ եկեղեցու կպնելը արդեն ընդհանրապես սահմաններից բոլոր կարմիր գծերից եւ դրանից ավել եւս կրկնակի կարմիր գծերից անցնելու մի երևույթ է։ Հիմա ձեր այս հարցին ուրիշ պատասխան չունեմ, մենակ այդ։ Դե մենակ կասեմ մի բան, թող սա խրատ լինի բոլոր սրակամակատարներին, որ երբ կօգտագործեն միջև վերջ եւ այլևս օգտագործելու չեն լինի, ոնց որ զուգարանի թուղթ է, որ օգտագործես, ինքը օգտագործելու պիտի գցես զիբիլը։ Նույն ձևն իրանք Արամ Հովանեսյանին օգտագործեց, գցեց զիբիլը, Հիմե Աբազյանին օգտագործեց, գցեց զիբիլը,
եւ փոխարեն կբերեն ուրեմն էլ ավելի սրա ուրեմն հաճույքները բավարարող ուրեմն բաներ, չգիտեմ ինչեր։ Իմենը բաներ, բանջարեղեններ, չգիտեմ, սոխի գլուխներ։ Ես ճիշտ ասած դա մենակ ասեկոսա դրա հաստատումը չունեմ, որ ինքը չի կատարել հրամանը։ Բայց եթե նույնիսկ չի կատարել հրամանը, դե մի օր պետք է գար, չէ՞, նենց մի բան, որը պետք է ինքը չկարանար անել։ Օրինակի համար մի օր էլ պետք է ասեն գնա մորդ կանանա, որի բնական է, չէ՞ որ չեր եթալու, դրա համար գործից անեին։ Ինքը իրան սպառել էր, ինքը ամբողջությամբ բոլոր խնդիրները կատարել է եւ այլևս ինքը այդ պաշտոնում մեզ անձնավորությանը պետք չի, իրանց մի հատ ուրիշ ճճու է պետք, որը համապատասխանած գտնելու համար ամեն ինչ կանի մտնելու այդ անցքի մեջ։ Հետևաբար զարմանալ որ Աբազյանին դուք զարմացաք որ Արամ Հովհաննիսյանին հեռացին, ես չեմ զարմացել ճիշտ ասած։ Բացարձակապես։ Ես սրա համար չեմ զարմանում։ Ու չեմ զարմանում մեկ էլ որ էսի վաղը կմտնի Պայստազորի ուրեմն սպաների միություն եւ խորքային ընդդիմություն կսկսի խաղալ։ Իսկ միգուցե դրա համար ազատվել է աշխատանքից, որ նորից ներթափանցվի ընդդիմության մեջ եւ ընդդիմության մեջ սկսի քայքայիչ գործունեություն անի։ Ամեն ինչը հաշվարկված է։ Ոչ մի պատահական բան այդտեղ չի արվում։ Եւ դա չի արվում, որտեղ ինքն է այդքան խելացի։ Դա արվում է, որովհետեւ համապատասխան օտարերկրյա կառավարիչները նրան ուղղորդում, պարտադրում եւ հուշում են, ինչ պետք է անի, ինչ հերթականությամբ, եւ նա անում է բնականաբար։ Իմ մոտ ընդհանրապես այն մի տպավորությունն է, որ նախապատրաստում արդեն ամեն ինչի վերջը, ինքը շատ լկտի է իրան պահում նաեւ նրա համար, որ ըստ երևույթին իրան խոստացել են լիարժեք ուրեմն պաշտպանություն, խոսակցություններ են գնում, որ ամբողջ ընտանիքով պատրաստում են մեկնել Չինաստան, ոչ թե միայն Աննան, իսկ ընդեղից նաեւ հեռանալ Կանադա։ Շատ հնարավոր է, սա ճշմարտություն է։ Շատ հնարավոր է։ Ես չեմ բացառում դրա ուրեմն իրողության կատարվելիքը։ Իրան-Իսրայել այսպես պատերազմում է սպառնացող լրջագույն վտանգները, խնդրեմ։ Նայեք, միգուցե մի փոքր ավելի ծավալուն սրա ներկայացնում, դա շատ կարևոր է, հատկապես ամերիկամետ շպիոնների Հայաստանում, այնտեղ, չգիտեմ, Լևոն Շիրինյան կա, Տիգրան Խզմալյան կա, то есть չգիտեմ ինչ զիբիլներ կան, Սիֆիլյան կա, Սիլիֆիլիս, չգիտեմ ինչ է, որոնք ամերիկամոլ են, հա։ Ուրեմն նայեք, թվում է թե Տրամփը մի ուղիղը թափած գործողություններ է կատարում, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, Տրամփից դուրս ով էլ հիմա լիներ ամերիկյան իշխանության գլխին, անելու էր նույն քայլերը, որովհետև Միացյալ Նահանգներում իրականում կառավարիչ հանգույցը դա խորքային կառավարությունն է Միացյալ Նահանգներում։ Իրանք ունեն որոշակի ուղեցույց այս sense ներք սահմաններում, որտեղ իշխանին տվյալ դեպքում Տրամփին, հա, թույլ են տալիս այս ներմիջ այսքան տեղաշարժի ուրեմն հնարավորություն ունենալ։ Սրանից դուրս ոչ մեկ չի համարձակվի անել, որտեղ ով որ դա համարձակվեց անել, անմիջապես սպանեցին։ Ամենաշատ սպանված նախագահներ Միացյալ Նահանգներում են, պտում դա ամենապաշտպանված, ամենասենց հետախուզության կողմից, սենց ամեն ձևի պաշտպանված ինստիտուտն է։ Բայց ամենաշատն այդ նախագահներին են սպանել։ Որովհետև իրանք համարձակվել են խորքային կառավարության կողմից հաստատված եզրագծերից դուրս անցնել, մի քիչ ավելի լեն բռնել։ Եվ տեսեք Թրամփը ինչ է։ Թրամփը փաստացի հայտարարեց, որ բոլոր նրանք, ում հանդեպ ես ունեմ ռեսուրսների պահանջ, ինձ այդ ռեսուրսները չեն տրամադրում, ես զբաղվելու եմ նրանց ոչնչացնելու գործով։
Սա վերաբերվում էր Գրենլանդիային, սա վերաբերվում էր նավթային ուրեմն կառույցներին Սիրիայի եւ մնացած ուրիշ հատվածներում, սա վերաբերվում է նաեւ ելի մի շարք հարցերում։ Պահանջեց նաեւ Ուկրաինայից ուրեմն իր երկնային ուրեմն բաներին ռեսուրսներին, հա, եւ այլն։ Դրա հետ միասին Թրամփը լավ է հասկանում, որ Ուկրաինային պաշտպանելու ժամանակ Ուկրաինային տրամադրված զինամթերքի պատճառով այսօր թե ՆԱՏՕ-ն եւ թե Միացյալ Նահանգները բավական դատարկվել են։ Եվ այդ առումով հաշվի առնելով, որ ռազմական տնտեսությունը Ռուսաստանում դարձել է ուղղակի գեր արագ եւ գեր արդյունավետ աշխատող եւ անհրաժեշտ սպառազինությունը ուղղակի 5 րոպեն 1 ստանում է վերջնական արտադրություն եւ գնում է մի անգամից ճակատ, ուրեմն Թրամփը հասկանում է, որ Ռուսաստանի հետ պետք է լինել զգույշ եւ ինքը խաղում է նույն խաղը, որը խաղաց Իրանի հետ։ Բայց նայեք, դրա հետ միասին նա հայտարարեց, որ այն հետաքրքիր չի այդ պատերազմից հետո տարաշրջանը ինչ վիճակի կայացնի։ Այսինքն Միացյալ Նահանգներին ոչ Հայաստանն հետաքրքիր, ոչ Իսրայելը, ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան, ոչ Ուկրաինան, Թրամփին հետաքրքիր է։ Ինձ պետք են այս ռեսուրսները կամ կամավոր տալիս եք, կամ ես էդի ուժով վերցնում եմ։ Ինքը ասում է եւ դա անում է։ Բայց չի անում ուղղակի իր սեփական ձեռքերով։ Պարսիկներին խաբեցին, նստացեցին ինփթե բանակցություններին, քննացեցին նրանց ուշադրությունը եւ անսպասելի իրականացեցին արձակում։ Հա, այդ ընթացքում անդադ խոսում ենք, բայց դրանք միասին խոսում են, քանի ընթանում են բանակցություններ, Իսրայելը հարձակում չի իրականացնի։ Իսրայելը հարձակվեց խախտելով բոլոր իրավական օրենքները։ Որևէ մեկը, այդ թվում նաեւ ազգերի միացյալ կազմակերպությունը, ՆԱՏՕ-ն, Միացյալ Նահանգների նախագահն ոչ թե մենակ չքննադատեցին Իսրայելի գործողությունները, այլ Ամերիկայի նախագահն ինչ ասում, ասում է, հա, ասում է, ինքը իրավունք ունի հարձակվելու Իրանի վրա, բայց Իրանը իրավունք չունի պատասխանելու Իսրայելին։ Եթե Իրանը կպատասխանի Իսրայելին, ուրեմն Իսրայելի հետ միասին նաև պատերազմի մեջ կմտնեն Միացյալ Նահանգները, այսինքն դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Մարդը կասկետ ասում է, դու ասում է, հիմա էլ ասում է, Իրանը ունի մենակ մի փրկվելու ճանապարհ, պետք է կապիտուլյացիայի ենթարկվի։ Իրանը պետք է ենթարկվի կապիտուլյացիայի, այսինքն ստեղ, ոնց որ Իրաքում էին խաբում, որ քիմիական զենքի հարց կա, հարձակվեցին Իրաքին եւ քանդեցին, ոչնչացեցին ծաղկուն երկիրը։ Հիմա նույն բանը ատոմային զենքի ստեղծման բառը ընդամենը 2 շաբաթ էր մնում, որ իրանացիները ունենային ատոմային զենքի, 2 շաբաթ էր մնացել, ուրեմն Իրանուշիվանը չի խանգարում հենց հիմա այդ ատոմային զենքը ունենա։ Այսինքն նույն պատրվակով ամենտեղ բոլոր բաները հետախուզական ծառայությունները թե ՆԱՏՕ-ում, թե Միացյալ Նահանգներում, ուրեմն լրագրողական հետաքննություններով, բաներով հաստատում եւ ապացուցում են, որ ատոմային զենք ստեղծելու որևէ նախադրյալ եւ ցանկություն Իսրայելը չի ունեցել, ասում եմ նեղեր Իսրայելը, Իրանը չի ունեցել։ Դա խաբեբայություն է։ Բայց դե ոչ մի բան։ Բացարձակապես ոչ մի բան։ Այսօր փաստացի Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին վերածվել են երկու խոշոր, ընդ որում ես լեզվի սայթակում չեմ անում, տերորիստական կազմակերպություն, ոչ թե պետություն, այլ կազմակերպություն, որովհետև պետությունը իրավունք չունի տերորիզմով զբաղվել, բայց սրանք զբաղվում են, սրանք կազմակերպություն են։ Հիմա հետևանքները շատ ծանր կարող լինեն։ Փաստացի արդեն կան որոշակի հստակ ապացույցներ եւ արդեն դրա մասին իրանական հետախուզությունը թե առաջ զգուշությամբ էր խոսում, հիմա անդակույս ասում է դրա մասին, որ ադրբեջանական տարածքից, այդ թվում նաեւ օկուպացված Արցախյան ուրեմն տարածքներից
բավական լուրջ աջակցություն է եղել Իրանի վրա հարձակվելու համար։ Բացի դրանից, Իրանի տարածք ներխուժված այդ բեռնատարերը, որտեղ որ եղել են անօդաչու սարքերը, ուրեմն մտել են Ադրբեջանից։ Երրորդ հարցը, ուրեմն Ադրբեջանի մասնակցության հետ կապված, ադրբեջանական զանգվածը Իրանում ապրող, որոնք իդեպ ադրբեջանցի չեն, եւ սա նույնպես հատուկ քարոզչություն է, որ ասում են ադրբեջանցիներ։ Իրանք այդ բնակչությունը իրենց ադրբեջանցի չեն համարում։ Իրանք ասում են մենք ազերի ենք։ Եվ ադրբեջանցիներին չեն ընդունել, տանել չեն կարողանում։ Առավելևս երբ որ գիտեն, որ Ադրբեջանը հավակնություններ ունի տարածքներում, որտեղ բնակվում են ազերիները։ Բնականաբար ազերիները շատ այտենց մի ջերմ հարաբերությունների մեջ չեն էթնիկ իրանացիների հետ եւ այդ իշխանությունների հետ, որովհետեւ այդ իշխանությունները բավական կոշտ քաղաքականություն ունեն, բայց չգիտեմ, կարող է սխալ եմ ասում իմ կարծիքով, այդ կարգի մենտալիտետ ունեցող ազգերին ուժեղ իշխանություն է պետք, ճնշող իշխանություն է պետք, դեմոկրատական իշխանությունը կարող է վերածի քաոսի։ Հետևաբար այս ամեն ինչից օգտվելով նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են այդ Ադրբեջանի ազերիների զանգվածում, տենց ասեմ, որ հասկանանք խոսքը իրանական, ուրեմն ազերիների մասին է, ուրեմն առաջացնեն դժգոհություններ, պառակտումներ եւ պայթեցնեն Իրանը քաղաքացիական պատերազմով ներսից։ Եվ հասնելու արդյունքի դա հնարավոր է։ Ադրբեջանի համար դա իդեալական ելք է եւ հետեւաբար դա հնարավորություն է տալիս, որպեսզի ինքը անմիջապես ներթափանցի Սյունիք։ Որովհետեւ այդ դեպքում եթե իրականացվեց քաղաքացիական պատերազմի գաղափարը եւ ազերիները դուրս եկան իրանացիների հետ, հետեւաբար սահմանի հետ կապված արդեն պահանջատիրությունը Իրանի իշխանությունների դառնում է ու գրեթե առոչինչ։ Եվ այդ խնդիրը փաստորեն լուծվում է։ Հիմա սրա համար շատերը մտածում են այ Իրանը կխփի Ադրբեջանին եւ մենք կփրկվենք, դա շատ լուրջ հիմարություն է։ Ես շատ կոնկրետ եմ ասում։ Ադրբեջանը ուզում է եւ Ադրբեջանին ձեռ է տալիս, որ ինչքան շուտ այդքան լավ Իրանը հարվածի Ադրբեջանին։ Ձեզ դա տարօրինակ է թվում, հիմա կբացատրեմ ինչու։ Եվ արտահոսքը տեղեկատվության, որ հարվածները առաջի օրվան իրականացվել են Ադրբեջանի եւ Ադրբեջանի ամենա ուրեմն լուրջ ազդեցության եւ աջակցության շնորհիվ, հենց ինքն է անում լրատվա հոսքի, արտահոսքի ուրեմն գործողությունները հենց ինքը Ադրբեջանն է անում։ Ինչի է պետք, որ Իրանը հարվածի Ադրբեջանին, որովհետև դեռ Իսրայելը ունի բավարար զենք պատերազմելու համար եւ ինչքան ուշանա Պարսկաստանի հարվածը Ադրբեջանին, այդքան կդժվարանա Իսրայելի օգնությունը Ադրբեջանին, որտեղ նրա զենքի ու զինամթերքի պակասությունը արդեն կսկսի զգացնել տան։ Եվ ինքը չի կարա այդ պահին, երբ որ ուրեմն հարվածին Ադրբեջանը կպատասխանի հարվածներով եւ նույն արդարացումով, որը անում է Իսրայելը գոյաբանական հարցեր լուծելու ուրեմն տեսանկյունից կհարձակվի Սյունիքի վրա, Իսրայելը ստիպված պետք է լինի պաշտպանել նաև ուրեմն Ադրբեջանին եւ Ադրբեջանը կունենա ոչ թե միայն Թուրքիայի, այլ նաև Իսրայելի անմիջական զինված ուժերի մասնակցությամբ Սյունիք ներթափանցելու հնարավորությունը։ Հետևաբար Ադրբեջանին այսօր ձեռնատու է, որ Պարսկաստանը հարվածի Ադրբեջանին։ Հետևաբար այս հակամարտությունը ծայրահեղ վտանգավոր է Հայաստանի անկախության եւ պետականության համար։ Հիմա ինչա կատարվում այդ ֆոնին պետությունը, ոչ մի բան։ Նայեք,
ուրեմն մոտավորապես 200 հոգի են ասում, բայց իմ տվյալներով արդեն 1000 հոգուց եւ ոչ պակաս, միգուցե եւ ավել զոհեր ունի այսօր ուրեմն Պարսկաստանը եւ մոտ 30-ից 40 հազար վիրավորներ։ Այս համեմատության համար ասենք, որ Իսրայելը զոհերը ընդամենը 60 հոգի են, իրանք 20 հոգի են ասում, բայց ուտ են ասում, 60 հոգուց մի քիչ ավել, եւ ընդամենը 300 հոգի, 400 հոգի վիրավոր։ Պատճառը նրանում չի, որ Իրանը վատ է խփում Իսրայելին, հակառակը Իրանը շատ ավելի ուժեղ է հարվածում եւ շատ ավելի մեծ ավիրացություններ է առաջացել Իսրայելում։ Զոհերի պակասը նրանում է, որ Իսրայելը միշտ իր գոյության ընթացքում զբաղվել է իր բնակչության ինքնապաշտպանության հարցերով։ Ստեղծված է հատուկ, ուրեմն պաշտպանության օբյեկտների ցանցեր, որտեղ ցանկացած բնակիչ գիտի, որ ցանցին է ինքը այդ պաշտպանության օբյեկտին գծված, ինչքան ժամանակ ունի այդտեղ հասնելու, առաջի անհրաժեշտության պարագաները իր մոտ միշտ պատրաստ են, ընդհանրապես պետք է դա վեկալի դուրս գա ու հասցնի վազել, ուրեմն դեպի իրան տրամադրված հասցեն եւ ստանա համապատասխան պաշտպանություն։ Իսկ այդ օբյեկտները ամեն ինչով ապահովված են։ Երկարատև օդափոխանակությամբ, էլեկտրականությամբ, սնունդի մատակարարումով, մոտավորապես մինչև 1 ամիս այդտեղ առանց դուրս գալու, ապրելու, ուրեմն հնարավորությունով։ Անգամ ատոմային զենքի կիրառման դեպքում Իսրայելը նույնպես կտա քիչ զոհեր։ Մենք դրա համար այսօր ինչ ենք արել։ Մենք քանի ունենք ուրեմն ապաստարաններ պատրաստի մարդկանց ընդունելու համար։ Եվ բնակիչներից քանիսը գիտեն, որ եթե 1-2-ը կա, ուրեմն այդ 1-2-ը որտեղ են գտնվում, ինչքան ժամանակ ունենք այդ ապաստարանին հասնելու։ Այսինքն բնակչության պաշտպանության հետ կապված այս պետությունը ոչինչ չի անում։ Բացի դրանից, Իսրայելում կան համապատասխան ուրեմն պահեստազորի համար հավաքակայաններ, որտեղ որ ուրեմն արդեն ծառայություններ ավարտած պահեստազորը պարտավոր է պատերազմի հայտարարման դեպքում որոշակի ժամանակ հետո, շատ կարճ ժամանակի հետո ներկայանալ ստեղ, ստանալ զենք զինամթերք եւ ինքը գիտի դրանից հետո ինքը ուր է գնալու, ինչ տեղ է պաշտպանելու եւ այդ տեղի պաշտպանվածության չափը։ Այսինքն նաեւ երկարատև պաշտպանության եւ ինքնապաշտպանության գործողություններ կատարելու կենսունակություն ունի Իսրայելը։ Սա է պատճառը, որ զոհերը մոտարապես մոտ 100 անգամից ոչ պակաս ավելի քիչ են, քան Իրանում։ Իսկ մեր պետությունը ոչինչ չի անում դրա համար։ Մեր ժողովուրդը չի պահանջում ասի, որ այս պետություն դու պատերազմ լինելու դեպքում ինչ ես անում մեզ համար։ Այբ որպեսզի այդ հարցը չառաջանա, Ալեն Սիմոնյանը Եվս մի գերագույն թշնամի, Նիկոլ Փաշինյանը գերագույն թշնամի եւ ամբողջ ՔՊ-ականը այդ ամբողջ տականքների կույտը հայտնում են, որ պատերազմ չի լինելու։ Մարդկանց խափում են, նույն ձևի ոնց որ պարսիկներին խափեցին, Իսրայելը չի արձակվելու, եւ Իսրայելը արձակվեց։ Այդտենց էլ հիմա ձեզ խափում են, որ պատերազմ չի լինելու, լինելու է։ Պարտադիր լինելու է։ Ու ընդամենը 2-ից 2.5 միլիոն բնակչություն ունեցող պետության համար զոհերը լինելու են ճակատագրական։
Ես եմ շնորհ